Վերջին զանգ հեռուստասերիալում Արամը իր պապիկին Բագրատին հայտնում է, որ շուտով իր ծնողները վերադառնալու են Երևան։ Խոսքը Լիլիթի ու նրա ամուսնու մասին է, իսկ այդ ամուսինը ոչ ավել, ոչ պակաս հենց Սոսն է։ Այո, այն Սոսը, ով տարիներ առաջ համարվում էր Աննայի կյանքի սերը, ու մահը դարձավ ամբողջ սերիալի շրջադարձային կետերից մեկը։ Հիմա, երբ բացահայտվում է, որ Սոսը ողջ է եւ վերադառնում է, իրավիճակն ամբողջությամբ փոխվելու է։ Եվ այստեղ հարց է ծագում, ով է մարմնավորելու այս առանցքային կերպարը։ Քննարկումները բազմաթիվ էին, բայց մենք արդեն ունենք պատասխանը։ Մենք ունենք ճշտված, հավաստի եւ պաշտոնական տեղեկատվություն։ Սոսի կերպարով հեռուստադիտողի առաջ հանդես է գալու շնորհալի դերասան Արտաշես Մխիթարյանը։ Նրան հեռուստադիտողը հիշում է Դիանա Գրիգորյանի նախագծերից «Սարի աղջիկ», «Երթում» եւ այլն, որտեղ նրա խաղը սիրվել է ինչպես հեռուստադիտողի, այնպես էլ մասնագիտական դաշտի կողմից։ Հենց այդ էներգիայով է նա միանալու Վերջին զանգ սերիալին մի կերպարով, որը կարող է կործանել հին հիմքերը եւ ձևավորել նորերը։ Արտաշես Մխիթարյանը կրթությամբ դերասան է, ավարտել է Թատերական ինստիտուտը, այնուհետև ընդունվել դրամատիկական թատրոն, որտեղ էլ սկսել է իր բեմական ուղին։ Նրա արվեստն արժանացել է գնահատանքի, ստացել է թատերական ոլորտում բարձր գնահատանք, իսկ որոշ ժամանակ անց նաև վաստակավոր արտիստի կոչում։ Թատրոնում եւ կինոյում ունեցած հարուստ փորձից բացի, Արտաշես Մխիթարյանը նաև ընտանեկան մարդու օրինակ է։ Նա ամուսնացած է, ունի 8 տարեկան որդի եւ անձնական կյանքում եւս արտացոլում է այն կայունությունն ու հոգատարությունը, որ մենք հաճախ տեսնում ենք նրա կերպարներում։ Հիմա, երբ հայտնի է, որ Սոսը վերադառնում է եւ նրան մարմնավորելու է հենց Արտաշես Մխիթարյանը, մի բան ակնհայտ է դառնում։ Վերջին զանգ հեռուստասերիալը դառնալու է ավելի լարված, հետաքրքիր ու դիտարժան։ Իսկ դուք արդյոք սպասում էիք Արտաշես Մխիթարյանի վերադարձին։ Կարող է արդյոք հենց նա դառնալ այս սերիալի ամենաուժեղ կերպարներից մեկը։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ ով է Սոսը։ Քանի նվերը շեն տվե անունը չեմ ասելու։ Այդան եւ Ռոզան եկել են աշխատանքի նույն մազերով։ Ճիշտ է։ Նույն մազերով։ Իրականում ոց չենք։ Սիրում ենք իրար, այո, մենք սիրում ենք իրար ու ծիծաղում ենք։ Սուգա ստորիների 10%, Սա գնացին։ Մենք ճամպրուկներով գնում ենք։ Իսկ ուր Դեպի պայծառ։ կիմանաք ու որտեղ այդուլ։ Ջան, որտեղ կիմանան։ Ռեկլամ ենք։ Իմ ստուդիայում։ Կարոպետոն ներվի։ Էջը թողնում եմ ներքևում։ Չգիտեմ, ես ինչ պայմաններում եմ ես աշխատում։ Կիմանաք շուտ է, սպասեք դեմ ճամպրուկները կտենակ ցույց տա։ Դրանով գնալենք մեր ստուդիա։ Ուրա, դու նա նկարում իրապ։ Շուտով տեսնելու եք Ռոզան ինձ։ Այո, այդուլը ինձ պար է սովորացնելու։ Բայց ինչ պար չենք ասել։ Այո։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ Վերջին զանգ հեռուստասերիալի սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չեմ, նման չենք իրար, կամ լավ, ինչ որ առումներով նման ենք, ինչ որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար, օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից ունից դուրս գամ, տենց կռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացաք, իսկ սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում, այդ առումով նույնիսկ սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի, իսկ ինչով ենք նման, օրինակ ազնվությամբ, մի քիչ զգամ էլի, հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց սեմին նման, բայց ընդհանուր սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրիին։
Ասենք ես ստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք trend ես գոնե։ Ես եմ սկսում թե դու։ Հա։ Հա, ես եմ սկսում թե դու։ Դու։ Ես գոնե խաղի ժամանակ չեմ սկսում ծիծաղալ։ Ես գոնե պատվոտկատալուց չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր դառնալու բարձր Ես գոնե միշտ կապ չունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելուց պլաշտակում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անենք կապնի վար տեքստը մեկ ապնի գիտեք, անգին 10 անգամ անցնում եք։ Ինչու պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ կարդում։ Սարաններ կա չէ, որ ձեռքից ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսանելում չեմ սովորաբար իմիտացիան անում, թե ժողովս այս պինք բրկված։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Հեսակ ասեի կրոշ ջան, վաքսված եք, ինչի ես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում և այդ պատճառով ես հրավաչ մեյքապը մաքրեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու է տեսարան, որտեղ ես full մեյքապ ունեմ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո։ Չէ,